Կյանքում առաջին անգամ ես գնում եմ քվեարկության։ Այո, 33 տարեկան եմ, բայց երբեք չեմ գնացել ընտրությունների, քանի որ 2 տարի է ես ինչ դարձել եմ Հայաստանի քաղաքացի, բայց 15 տարի ես ապրում եմ Հայաստանում։ Ժողովուրդ ջան, շատ շատերիդ հետաքրքիր է, թե ես ում կողմից եմ քվեարկելու։ Ինչու է հետաքրքիր, քանի որ շատերդ գիտեք, որ ես մեծացել եմ Ռուսաստանում։ Բայց վերջի 15 տարին ես ապրում եմ Հայաստանում, որտեղ դա իմ երազանքն էր՝ ապրել իմ հայրենիքում։ Մեծացնել իմ երեխաներին իմ հողն ու ջրի վրա։ Ու ես պատասխանատվություն եմ կրում իմ երեխեքի առաջ, որ գնամ եւ քվեարկեմ, քանի որ իմ տղան ապագա զինվոր է, իմ աղջիկը ապագա ուսանող է, ուստեղ ապրելու է, աշխատելու է, ներդրումներ է անելու, մի խոսքով։ Շատ շատերին հետաքրքիր էր, քանի որ մտածում էին, թե ես որպես բլոգեր ինֆլուենսեր խոսալու եմ իմ էջում, բայց ես երբեք չեմ խոսի քաղաքական կողմերից կամ սաթարեմ կամ ուղերձեմ իմ ժողովրդին որևէ կուսակցության կողմից քվեարկել։ Ես ունեմ իմ կարծիքը ու ես գիտեմ ում կողմից եմ ես քվեարկելու որպես քաղաքացի, բայց դա մեծ պատասխանատվություն է իմ էջում, որտեղ որ կա լսարան, որտեղ որ կա տարբեր մարդիկ ու տարբեր կարծիքներ, դրա մասին խոսել։ Ոչ թե ես վախենում եմ, չէ, դա մեծ պատասխանատվություն է։ Նես չի իմ ասելով, որ ժողովուրդը պետք է գնան քվեարկեն։ Ոչ, իմ ասելով չի։ Ամեն մարդ ունի իր հոգու եւ սրտի մեջ պատճառ, ինչի համար ընտրելու այդ մարդուն, տվյալ մարդուն, ում որ դուք ընտրեք։ Ու ես հարգում եմ ցանկացած կարծիք։ Խնդրում եմ, արեք մեկը մեկից չվիրավորել, արեք մեկը մեկից հանդեպ չչարանանք ու չդառնանք թշնամի։ Եթե նույնիսկ դուք իմ ժողովուրդ ընտրեք հակառակ մարդուն, ում որ ես չեմ ընտրում, ես հարգում եմ ձեր կարծիքը։ Դուք ունեք ձեր պատճառները, նույնպես ես։ Իմ ծնողները ունեն իրենց կարծիքը, ես ունեմ իմ կարծիքը, իմ երեխաները, որ չափած չեն, ունեն իրենց կարծիքը, բայց ես հարգում եմ ցանկացած քաղաքացու կարծիք։ Ես գնում եմ, Աստված իմ հետ, դուք էլ գնացեք, քվեարկեք։ Ամենակարևորը քվեարկեք ձեր սրտով, ուզածով, ոչ թե կողքից լսելով ով ինչա խոսում։ Դա ամենակարևորն է։ Հա, ու մի բան էլ։ Այս 2 ամիսների ընթացքում ես ստացել եմ տարբեր առաջարկներ։ Տարբեր գայթակղիչ առաջարկներ։ Բայց հավատացեք իմ ցանկացած գայթակղիչ առաջարկը, ինչքան էլ ուզում լինի, ես երբեք չեմ փոխի իմ ժողովրդի սիրո հետ։ Ոչ թե ես կարայի վերցնեի ու խոսեի, բայց դա մեծ պատասխանատվություն է, ու եթե ես ունեմ հակառակ կարծիք, ես երբեք չեմ վերցնի հակառակ կողմից ու խոսեմ դրանից, հասկացաք։